Խաղաղություն բոլորիդ։ Աստծո ժողովուրդ, Աստծո սիրելի ժողովուրդ։ Այսօր Աստվածը տվել է, եղբայրներն ասեցին, նորից գնահատենք մեր անձի կարևորությունը։ Կարևորություն, որ կարևորեց Աստվածը։ Մենք նրա որդու արյանգինն ենք։ Եվ ամեն ոք, ով գալիս է օրերի մեջ, եղբայրն ասաց խաղաղ օրերի մեջ, կառուցելու այն տունը, որի մեջ պիտի բնակվի Աստծո որդին։ Դրա համար թողնված է խոսք, թողնված է քարոզ, հավաքույթ, սիրելիներ, ու ես էլ միանալով ձեզի այսօր ամենից առաջ սրտի խորքից, ոնց եղբայրներ ասում են, մենք ընդունել ենք դա, ասենք փառք մեր Տիրոջը։ Ես եմ տալիս բոլորին կյանք, շունչ եւ ամեն բան։ Ուստի տրամադրվենք լսելու Աստծո ժողովուրդ, որովհետեւ խոսքը թողնված իր մեջ զորություն պարունակելով ունի հնարավորություն մարդուն փոխելու, բայց ոնց փոխես նրան, որ չի ուզում։ Եվ եթե նույնիսկ մենք բոլորս գալիս ենք պաշտամունքի, գալիս ենք հավաքույթի, մենք ամեն օր դա ասում ենք, պետք է գաս պատրաստված, աղոթք անես այդ պաշտամունքի համար, աղոթք անես խոսքի համար, աղոթք անես վիճակի համար, պատրաստ գաս, երբ պատրաստ ես, խոսք երբ հնչում է, Սուրբ Հոգին կարողանում է դիպչել, կարողանում է իր հայտնությունը հասցնել, դրա համար շատ կարևոր է Աստծո ժողովուրդ սրտով ընդունել, սիրել ու դավանել Քրիստոսին, ամին։ Ես եղբայր Գուրգենն եմ, միգուցե շատերդ չգիտեք, Խաբարովսկից, ձեր բոլորին ջերմ բարևներ, չնայած այդենց էլ կփոխանցեմ Աստծո ժողովուրդ, չնայած ընդեղ հիմա -20 է, ձեր մոտ +20, բայց ջերմ է այն բարևը, որ նրանք ձեզի փոխանցել են։ Ես երկար ժամանակ չի կարողանում գալ, արդեն 7 տարի անցել է, առաջի անգամ եղել է, երևի վերջի անգամ եղել եմ բացման ժամանակ, ու միշտ ասում եմ Տեր ջան, երբ էլի մի հնարավորություն կլինի, ես մասնակցեմ Սուրբերի այդ ժողովին։ Եվ վերջապես երբ Հայաստանում այդ սիեզդ ենք ասում, հա ընձել իմ կանդիդատուրա ոնց է հայերեն, հա իմ տեխնատությունն էլ եղբայր Նիկոլայ, եղբայրները դրեցին, ես շատ ուրախացա եւ մի բան էլ զգացի ու ինձ դիմավորող հրեշտակին էլ ասեցի Գաբրիել եղբորը, ասի ես մենակ Մոսկվայում եմ ինձ զգում որպես տուն, որ գալիս եմ Մոսկվա, գալիս եմ ձեր մեջ, ու ինձ զգում եմ որպես թե տունը։ Երեք հարց էի տալիս, ասում եմ Գուրգեն, բա ոնց է որ գալիս ես Հայաստան, այդ զգացմունքը չունես, Խաբարովսկում նմանապես, բայց Մոսկվա ունես։ Մի քիչ ամփոփելուց այդ մտորումները հասկացա։ Ես ամենուր պարտականության մեջ եմ, պարտավոր եմ սրան, պարտավոր եմ նրան, բայց որ գալիս եմ Մոսկվա, ես ոնց որ գամ հայրական տուն, իմ համար են հոգանում, էլ մտածումները, անհանգստությունները չկա։ Դրա համար ես շատ գոհ եմ ձեզանից եւ այն ջերմ ընդունելությունը, որ իմ եղբայրները մեզ ցույց են տալիս, ես դա փոխանցում եմ եւ դա սիրով սիրելի ժողովուրդ մեր սրտի մեջ պահած հիշելով մեկը մյուսի համար աղոթք ենք անում։ Սիրելիներ, անցնելով խոսքին, քանի որ խոսքը եղել առաջ, այդ բանը եղել Աստծո մոտ, բանը եղել Աստված, այլ կերպ Աստվածը չէր կարող խոսել մարդու հետ, որովհետեւ նա աներևելի է, դրա համար իր խոսքը ուղարկեց երկիր, որ ամենի, որ այդ խոսքով հավատա Աստծո կամքին, ընդունի Աստծո կամքը, եղբայրն ասեց, չկորսվեն, այլ հավիտենական կյանք ունենան։ Եվ մի ժամանակ, երբ Իսրայելի ժողովրդին նա ընտրեց որպես Ավրամի հետնորդները ու բացեց իր աստվածայնությունը, Մովսեսին մետաքրքիր խոսք ասեց, դա 25-րդ գլխի, Ելից 25-րդ գլխի 40 խոսքն է։ Սա ես ասում եմ իմ համար ամենից առաջ
Եվ հետո իհարկե նրանց, որոնք բազմաթիվ անգամ դուք լսել եք, բայց նորից ու նորից, որ ասում է գիտության մայրը կրկնությունն է։ Մի նեղացեք, երբ մի խոսքը եղբայրն էլ ասեց, մյուսն էլ հիրավի այդպես է։ Գիտության մայրը կրկնությունն է։ Հիմա տեսեք այս խոսքը 40-րդ, 25-րդ գլխի, ինչ ասեց Մովսեսին։ Ջանա, որ լերը քեզի ցուցված օրինակին պես շինես զանոնք։ Աստված ուզում էր խորան կառուցեր, տաճար կառուցեր, եւ եղբայրն ասեց պրոյեկտը, հատակագիծը։ Ուրեմն ցույց է տվել Մովսեսին։ Կարող եք ինձ ասել, ինչ հատակագիծ, ինչ պրոյեկտ մենք ունենք նոր կտակարանի մեջ կառուցելու այդ պրոյեկտի համապատասխան։ Աստծո ժողովուրդ, ես գիտեմ, որ դու բոլորդ գիտեք։ Ուրեմն ջանա, որ լերը քեզի ցուցված օրինակին պես շինես զանիկա։ Աստծո ժողովուրդ, այս որ ասում է լերը, այս որ ասում է ցուցված օրինակ, Աստվածը այդ օրինակը ցույց տվեց իր որդով Հիսուս Քրիստոսով։ Հիսուս Քրիստոսը օրինակ էր Աստծուն ծառայելու, որպես տաճար ոնց ասում ենք, որպես տուն եւ որպես Աստծո որդի, որպեսի մեզանից յուրաքանչյուրը երբ կասի, բա եղբայր մի հատ ցույց տայիր, մենք բոլորս ուղարկում ենք Հիսուսի մոտ, ասում ենք նայի Հիսուսին եւ սովորի, բայց ոնց նայես, որ չես հավատացել, հավատալուց հետո էլ, եթե չսիրես նրա հավիտենական խոսքը, որովհետեւ խոսքն է մեր մեջ այդ կերպարը բացում։ Սիրել խոսքը, կարդալ խոսքը, հետևել խոսքին, Աստծո ժողովուրդ, դա այն օրհնությունն է, որ ունի ներկա եւ հավիտենական կյանքի հավաստիք, ամեն։ Հիմա տեսեք, անցնելով որոշ համարների այդ խոսքին ասելով, ես կուզենայի մի համար նմանապես կարդալ, եղբայրները քիչ ժամանակ տվեցին ինձ, բայց կաշխատեմ այդ ժամանակը պահպանեմ։ Տեսեք, առաջի թղթի մեջ Տիմոթեոսի, չէ, ստե երկրորդն է, բա դա երկրորդն է։ Ես կարդում եմ 8-րդ 9-րդ համարից, տեսեք գրված է. որ մեզ փրկեց ու սուրբ կոչումով կանչեց, ոչ թե մեր գործերին նայելով, հապա իր նախասահմանությանը եւ շնորհքին նայելով, որ Քրիստոս Հիսուսով մեզի տրվեցավ հավիտենական ժամանակներեն առաջ, բայց հիմա հայտնվեցավ մեր փրկիչ Հիսուս Քրիստոսին երևնալովը, որ մահը խափանեց եւ լուսավորեց կյանքը ու անմահությունը ավետարանի միջոցով։ Հիմա դու ասեք, այդ խոսքը, որ քարոզվում է, ավետարանը որ գրված է, կարիք կա դրան հետևելու, դա սերտելու, դա պահելու, հաստատվելու դրա մեջ, տեսեք, ասում է Քրիստոսին երևնալովը, որ մահը խափանեց եւ լուսավորեց կյանքը ու անմահությունը ավետարանի միջոցով։ Եթե հիմա հարց տայի, ասեի ժողովուրդ ջան, ով է ձեզանից ուզում մահանա, ձեռք բարձրացրեք։ Դու գիտեք, ես զալի մեջ մարդ կլինի, որ ձեռք բարձրացնի։ Պաշտամունքից հետո կմոտենաս ինձ քուրես։ Հիմա տեսեք, ասում է այդ սուրբ կոչումին կանչեց իր նախասահմանությանը, ոչ թե նայելով մեր գործերին։ Հիմա ասում է հայտնվեցավ։ Այս խոսքը հայտնվեցավ, վերաբերում է մեր բոլորին եւ գիտեք ինչ առումով։ Հանկարծ ընդունելով Աստծո որդու խոսքը, ապաշխարելով, երբ մենք գալիս ենք մեր նախկին միջավայրի մեջ, ընտրակտնում են, որ մենք արդեն ինչ որ բան է կատարվել։ Հայտնվել ենք արդեն նոր վիճակի մեջ։ Եվ նրանք հարց են տալիս, ինչ է դա նշանակում։ Հիմա դրա մասին մենք մի փոքր հետո այս հայտնությունը, երբ խոսքը մեր միջոցով հայտնվում է մեր նախկին ծանոթներին, ասում է դուք լույսն եք աշխարհի, դու աղն եք աշխարհի։ Հիմա շատ կարևոր է այդ լույսն ու աղը հասկանալ, ընդունել, որպեսզի մենք կարողանանք այդ օրինակը, որի մասին ասում ենք, քեզի ցուցված օրինակին պես
Եվ դա հենց զետեղված է Աստծո խոսքի, Աստծո հոգու եւ այն արժեքների մեջ, որոնք մենք ընդունել ենք Քրիստոսի մեջ։ Հիմա տեսեք, ասում է մահը խափանեց։ Ամեն ոք, ով չի ընդունում Քրիստոսին ու չի ընդունել, նա գտնում է մահվան իշխանության մեջ։ Ես ձեզ ասեմ ավելին, եւ շարունակություն ասում եմ, լուսավորեց կյանքն ու անմահությունը։ Ես որ երիտասարդ էի, շատ էի սիրում փիլիսոփայությունը։ Կային փիլիսոփայություններ աշխարհին վերաբերվող, ասում էին չարի ու բարի պայքարը հավերժական է։ Դուք ո՞նց եք կարծում, դա այդպես է։ Սիրելի Աստծո ժողովուրդ, այդպես կարծում էին, որովհետև չգիտեին, որ Հիսուսը մահը խափանել է եւ լուսավորել է կյանք եւ անմահություն ավետարանի միջոցով։ Ուրեմն մեր կարճ կյանքի մեջ մենք տեսնում ենք, որ չարի ու բարի կռիվը իրոք ոնց որ կյանքը անցնում է, բայց չար ու բարի կռիվը մնում է։ Բայց Քրիստոսին ընդունած վիճակի մեջ, հավատալով հավիտենական կյանքին Քրիստոսով տրված, մենք գիտենք, որ չարի վերջը Աստվածը նշանակել է։ Չարը չի կարող հավիտենական ապ։ Իմ որ ժամանակներ, հիմա 6-րդ գլխից ծննդոցի ես կարդայի ու մնացած համարները չարին էլ ժամանակ տվե։ Բայց այդ չարը խափելով մարդուն, հակառակվելով Աստծուն, մարդկանց բերեց աննազանդության, բայց վերադարձնելու դեպի Աստծուն պետք էր, եղբայրներ ասեցին, խաղաղ օրենքի մեջ, մարդու համաձայնությամբ, ոչ թե ստիպողական։ Դրա համար էլ ավետարանի խոսքը քարոզվող այն մարդուն գալիս է, որպեսի մարդու սրտի մեջ համաձայնություն բերի։ Եվ այդ գործողությունը կատարում է Սուրբ Հոգին, Աստծո սիրելի ժողովուրդ, եւ երբ լուսավորվում է կյանքը եւ անմահությունը, ել մարդը չի կարող թողնի Հիսուսին։ Դրա համար էլ շատ ժամանակ մեզի որ ուզում են արգելել որոշ մարդկանց գալ Հիսուսին, ասում են, որ դու գնացիր ընդեղ, էլ ընդեղ չես կարող դուրս գաս։ Ես գիտեմ մի ծանոթի, որ գալիս էր, նստում էր հետևի շարքը, հարցնում ասում է, ես նստում հետևի շարքը, արի առաջ նստի, չի որ ասում է, որ ինձի բռնեն, ես կարենամ փախնեմ, ասում են, չեն թողում ստե գնացիր արդեն։ Աստծո ժողովուրդ, Աստված որ կպնում է մարդու սրտին, եւ որ քո Տերը մի խոսք ասեմ, ասում է, все труды человека для рта его, душа его не насыщается, մարդու բոլոր գործերը նրա բերանի համար են, բայց հոգին չի կշտանում։ Այդ հոգու հավիտենական կյանքը Քրիստոսն է բերել, հոգին է կենթանացնում, բայց այդ հոգին փրկության կարիք ունի, դրա համար էլ այս հավաքույթները Աստծուց ընտրված, որպեսի հաստատի այդ հոգու հավիտենական կյանքը։ Ես մի համար կարդամ նորից Աստծո ժողովուրդ, հետևելով ավետարանի խոսքին, դա Տիմոթեոսի առաջի Տիմոթեոսի 3-րդ գլխի 2 համարներ։ Դու դա սա գիտեք, դա քաջ գիտեք, բայց թույլ տվեք ես կարդամ ձեր համար ու իմ համար։ Այստեղ գրված է հետևյալը. հայտնապես մեծ է աստվածապաշտության խորհուրդը, беспрекословно великая благочестие тайна, тես ռուսեն ասում է գաղտնիք, тайна, если буквально переводить։ Իսկ այստեղ ասում է խորհուրդը, Աստված մարմնով հայտնվեցավ, հոգիով արդարացավ, հրեշտակներուն երևցավ, հեթանոսներուն մեջ քարոզվեցավ, աշխարհեն ընդունվեցավ եւ փառքով համբարձավ։ Այս խոսքը կարդալով Աստծո ժողովուրդ, մեծ է աստվածապաշտության խորհուրդը։ Հիմա գալով Քրիստոսին այսօր այս պաշտամունքին, սրա խորհուրդը մեծ է։ Մեծ է այն առումով, այդ հարցը որ տալիս ենք, ասում ենք, ով կուզենար մահանալ, այդ անմահությունը, որը Քրիստոսով աշխարհ եկավ եւ նրա հարությամբ բացվեց հավերժական կյանքի գաղտնիքը, մարդու գոյության գաղտնիքի այդ խորհուրդը բացվեց, մարմնով հայտնվեցավ։ Հիմա տեսեք, երբ իր խոսքը եւ իր հոգին թողեց երկրի վրա, Աստծո ժողովուրդ, այս խոսք որ ասում է Աստված մարմնով հայտնվեցավ, սա այն խոսքն էր, որ սկզբից ասեցինք, մեզ էլ հայտնեց մարմնով։
լինել նրա աշակերտները, լինել նրա հետնորդները, լինել կյանքի ժառանգության հետնորդները։ Հետևաբար շարունակությունը, որ մենք կարդում ենք, հրեշտակներուն երևեցավ, ասում ուղարկեց իր հրեշտակներին պահպանել նրանց, որոնք փրկությունը послал ангела своих хранить тех, которые имеют наследовать спасение, որոնք պիտի հետնորդեն փրկությունը։ Հրեշտակներն են ծառայում մեզի, բայց մենք շատ ժամանակ Աստծո ժողովուրդ սամորանում ենք։ Օրինակ, ես դեզի ասեմ, մի քանի անգամ ես էլ ձերպես գալիս էի պաշտամունքի, ասում էի, բա որ հրեշտակներին ուղարկեց ձեզի պահպանելու։ Բան չի, մենք մի անգամ այդ հրեշտակին չենք դնում, մի անգամ չենք կարողանում հաղորդակցվել հետը։ Պաշտամունքի ժամանակ փառաբանում էինք Տիրոջը, մեկ էլ մի ձեռ հպվեց իմ ուսին։ Եղբայր Վաչիկը կասի ով էր, կասեմ Համլետն էր։ Մեսրոպը։ Ես իմացա Համլետն էր իմ կողքին կայնած, ձերտվեց, որ ես աչքերս բացեմ, տենամ ինչ ասեմ։ Ես շուրիկա տենամ Համլետ աղոթում աչքերը փակ։ Ես հասկացա, որ Տերը ցույց տվեց, որ ես ներկա եմ, դուք ֆիզիկական աչքերով չեք տենում, հիմա էլ նա աստեղա։ Գիտի ով ինչ է մտածում, գիտի ոնց ընդունում այդ խոսքը, նրանից ոչ մի բան փակված չէ, Աստծո ժողովուրդ։ Մի քանի անգամ հպվեց ինձ, հետո տեսիլքի մեջ խոսք ասեց ինձ։ Ասեմ որպես գաղտնիք, ոչ մեկին չեմ ասել։ Ես այդ ժամանակ, որ վերապրում էի, Աստծուն ծառայել, չծառայելու այս նպատակը, այս կասկածները, մի անգամ նոր կտակարանի մեջ այսենց բացեցի ու կարդացի, այսպես ասած, մի համար։ Ես զարմացա, որ այդ համարը այդքան կարդալուց հետո ես անգիր չեմ արել ու չեմ հիշում։ Մատս պայեցի տեղի վրա, բացեցի մի երկու թուղթ Տենյանի վրա, որ տենամ էսի որ նամակի մեջ է գրված։ Ես որ նորից հետ վերադարձա, տենամ այդ խոսքերը չկա արդեն։ Գրված է ռուսերեն եւ գրված էր, ասում եմ գաղտնիք, ոչ մեկին չեմ ասել։ Հիմա Մոսկվայում սա պիտի ասեմ. Служить мне это венец жизни. Ծառայել ինձ դա պսակ է, կյանքի պսակ։ Ես այդ օրվանից Աստծո ժողովուրդ, արդեն հաստատվելով Աստծո բազմաթիվ հայտնությունների, որտեղ շատ ժամանակ ասում են, ախր ախպեր մի անգամ ցույց տուր որ մենք տենանք, որ հավատանք։ Աստծո խոսք այլ կերպ է ներկայացնում, ասում իջև չհավատաս, չես տենա, որովհետև որ չհավատաս, որ տենասել կասես գալուցինացիա էր, էսի պատահական ստացվեց, հավատնա, որ հաստատում է մարդուն Աստծո ժողովուրդ։ Հիմա ես Կորնթացիների թղթի 4-րդ գլխի մեջ մի համարել կարդամ վերաբերվող թեմային, որ մենք ասում ենք, ջանա լերը քեզի ցուցնած օրինակին պես շինել։ Եվ ասում ենք, որ այդ օրինակը տրված է Քրիստոսի մեջ։ Այստեղ ասում է թող մարդիկ մեզ այնպես սեպեն, որպես թե Քրիստոսին սպասավորները եւ Աստծո խորհուրդներին տնտեսները։ Շատ ժամանակ մենք սա եղբայրականների ժամանակ սեպում ենք ծառայող աղբերներին։ Բայց ասեք խնդրեմ, միթե մնացած բոլորին սա չի վերաբերվում, միթե նրանք էլ չեն ծառայում։ Ասում է в большом доме есть сосуды высокоупотребляна մեծ տան մեջ ասմական շատ անոթներ։ Հա հիմա եղբայրը սպասավորը տեսնելու համար, լսելու համար, կազմակերպելու համար, բայց մնացածը ուրեմն եթե սա վերաբերվում մեզի, որ մենք Աստծո խորհուրդների սպասավորներն ենք, տեսեք խոսքը շարունակում է երկրորդ, ասում է ուստի տնտեսենք պահանջվի, որ հավատարիմը լայ։ Դնում է հավատարմության այդ տնտեսից Աստծո մեջ Հիսուս Քրիստոսին ընտրած այս խոսքը հավատարիմ լինել։ Եվ շատ ժամանակ ասում են, որ հենց որ մեղ գործեցի, դու էլ հավատարիմ չես։ Սա դրան չի վերաբերվում։ Հավատարմությունը Աստծո ժողովուրդ։ Մենք որ խոսում ենք, ախր Հիսուս Քրիստոսը մնաց հավատարիմ չէ, եղբայրն էլ ասեց։ Այդքան Գեֆսիմանի այդ սադի մեջ, երբ ինքը աղոթք էր անում եւ ասում նրա քրտինք ասում արյան կաթիլների պես, որովհետև Քրիստոսը մարմնացավ, որպեսի հոգևոր Աստծուն թշնամի սատանայի հետ եւ նրա զորության հետ պայքար տանի։ Նրա վրա Աստծոբի դավլենի կար հոգևոր, ճնշում կար հոգևոր աշխարհից։
Եվ դրա համար այդ վիճակի մեջ ինքը կարճելով Աստծո խոսքից չէր ուզում շեղվել, նույնիսկ ինքն ասաց, որ այս բաժակընձնից հեռու տար, բայց քո կամքը լինի, միշտ ասում էր քո կամքը լինի, բայց մենք գիտենք, եթե Աստված այդ բաժակը Քրիստոսից հեռու տաներ, մենք հավիտենական մեղքի ու մահվան ծառա դժոխքի մեջ հավիտենական պիտի չարչարվեինք։ Բայց Քրիստոսը պայքար է տանում այս կյանքի իշխանի դեմ, որպեսի մարդկություն ազատագրի։ Ժամանակերն Կորինթացիների 2 գլխի 14-15 խոսքերը որ կարդաք։ Հնարավորություն տվեք, հայերին չեմ կարող ասեմ, ռուսերեն ես դա ասեմ։ Истребив учением бывшее о нас рукописание, которое было против нас, он взял его от среды и пригвоздил ко кресту. Отняв силы у начальства и властей, властно подверг их позору, восторжествовав над ними собою. Աստվածը իրենով, Հիսուսը իրենով վաստարժեստված փառավորվեց, ամաչեցնելով այդ հոգևոր անկում ապրած աշխարհը, որը բռնել էր մարդուն մեղքով ու մահվան իշխանությամբ։ Մեղքի ու մահը զրկեց իշխանությունից։ Ամեն։ Հետևաբար այս հավատարմությունը, որ այստեղ գրված է, սա նրա մասին Աստծո ժողովուրդ։ Մեր կյանքի մեջ շատ դեպքեր են կատարում, մեղքել ենք գործում, ապաշխարում ենք, ուրեմն այս հավատարմությունը վերաբերվում է այն փաստին, որ այս կյանքի բովի դժվարությունների ընթացքում ինչքան էլ չտեսնես այսպես ասած Քրիստոսի ձեռքը, մենք ոնց ենք կարծում, չէ, հենց որ աղոթեցի մի բան խնդրեցի, լավա որ մի անգամից տա, լավա որ շատ տա, անմիջապես տա, բայց հավատը այդպես չի հաստատվում, ասում է հավատը հուսացած բաների հաստատությունն է, չերևացած բաների ապացույցը, հուսացած բաների, այսինքն ժամանակ է պահանջվում, որ այդ քո հուսացածը Աստծուն հավատացած խոսքի ընթացքում վերադառնա քեզի։ Սա խորհուրդ է, այս հավատարմությունը դրան է վերաբերվում։ Իսկ թե մենք մի բան սխալվեցինք, ապաշխարեցինք ու շարունակում ենք ճանապարհը, դա բնական ընթացք է։ Այս հավատարմության մեջ Աստծո ժողովուրդ մի համարել աղոթքից առաջ ես կուզենայի ներկայացնել սա Եփեսացիների գրքի 2 գլխի ես կարդում եմ, ես երեքելի որ կարդում եմ այս համարները, բազմաթիվ անգամ դա վերապրել եմ եւ երեք նմանապես ամեն խոսքը Աստծո ժողովուրդ, ամեն խոսք իրոք ոնց որ կյանք։ Կարդում ես այդ խոսքը ու բավականություն ես ստանում, կարդում ես ուրախանում ես։ Մեր Կանադայում ապրող աղբերներից մեկը Բեսպալով լսած կլինեք, ասել էր եղբայրներ, դու չեք կարա Քրիստոսին ծառայեք։ Ասում են ինչի բրա Դիմիտրի։ Ասում են որովհետև դուք не находите удовольствие ծառայելով։ Հաճույք ստանալ, ներքինից տրամադրվել եւ երջանիկ զգալ, որ դու ծառայում ես Հիսուսին, որ դու նրա երեխան ես։ Եթե դու սրա մեջ հաճույք չես զգում, այստեղ նստելն էլ քո համար բեր, կարդալն էլ վերցրեցիր ձեռդ քնում ես արդեն, աղոթները դարձել են ընդհանրապես արդեն անհնար, բայց որ մի բան սիրում ես։ Այ այս խոսքը Աստծո ժողովուրդ, որ ես հիմա էլ պիտի կարդամ, սա աղոթքի համար, որ մենք եթե ու մի բան էլ իմացեք, ասեք Գուրգեն ախպեր, բա այսքան ժամանակ ծառան, բայց սերը ոնց չեմ զգում։ Գրված է, որ Աստծո սերը լցվեց մեր մեջ Սուրբ Հոգիով։ Любовь Божья излила сердца наши Духом Святым։ Հիմա Աստվածը կարող է այդ սերը տալ եւ արդեն տվել է։ Ուրեմն հավատով արված աղոթքը խնդրում ես այդ սերը քո մեջ ու հետո նկատում ես, որ իրոք այդ սերն էլ, դա այն սերն Աստծո ժողովուրդ, որով դու սիրում ես քո յուրայիներին, սիրում ես քո մոտիկներին, սիրում ես քո աղբերներին, որովհետև Աստվածը որ չսիրեր իր կյանքը կտար։ Հետևաբար եթե գալիս ես պաշտամունքի կամ մի այլ տեղ, բայց տրամադրված չես նրանց, նույնիսկ այդ մահի մեջ գտնվող աշխարհը, ես առաջ չէի հասկանում նիմնոգը մի քիչ, գիտեք ինչներ վերաբերվում, որ եթե մեկը մի բան ասենք վատություն այսպես անում էր, ես ասում եի Աստված քեզի օրհնի, բայց չի գիտակցում այն ներքին խորհուրդը, որ ախրետի դու չօրհնեցիր նրան։ Բանը գիտեք ինչ եմ ասում, մեր պայքարը մարմնի օգնեք ինձի,
Амин, այլ ասում է бран наша не против крови плоти, но против начальства, против властей, против мироправителей тьмы века сего, против духов злобы поднебесной. Թողեք ասեմ հանգստանամ, չեմ կարում հայերին արտահայտեմ։ Հիմա տեսեք ուրեմն, ասում են այնտեղ պարալելն է թարգմանում են, դրա համար ես ռիսկով եմ, որ ասեմ հարան եղբայր կներեք, կթարգմանեն։ Այս համարը կարդամ, ուրեմն ու աղոթքի կանգնենք։ Ուրեմն ասկե ետոյ դուք օտար ու պանդուխտ չեք, ապա սուրբերուն քաղաքակիցները եւ Աստծո ընտանիքը։ Ես այս խոսքերը որ կարդում եմ, երեք դրա համար եմ ձեզ ասում։ Միթե սրանք երանելի խոսք չեն, որ ասում է դու էլ օտար ու պանդուխտ չես, սիրելի եղբայր, սիրելի քույր։ Դու Աստծո սուրբերուն քաղաքացիները, շատերն ուզում են ռուսական քաղաքացիություն ստանան, հիմա էլ արդեն հայկական կամ ամերիկայի քաղաքացիություն, բայց Աստծո ժողովուրդ ստանալ երկնքի քաղաքացիություն, երբ ուխտի մեջ ես մտնում Աստծո հետ Հիսուս Քրիստոսով, սա այն քաղաքացիությունն է, որը ամենտեղ քեզի հաստատում է լինել օրինավոր, լինել օրինակ, որովհետև Քրիստոսին ծառայելը մեզի բերում է դրան, որպեսզի մենք լինենք օրինակ։ Հիմա ասում է այս խոսքի մեջ ու ասում է Աստծո ընտանիքը։ Հիմա որ ես եղբայրներին հարց տամ, ասեմ եղբայրներ, ինչն է ամենասիրելին այս երկրի վրա ձեր համար։ Ով է ստանստած աղբերների չի ասի երեխի համար կյանք կտա։ Բա որ մենք հասկանում ենք երեխի համար կյանք տալ, բայց Հիսուս Աստվածը չէր հասկանում, որ կյանք պիտի տա մեր համար, որ այդ երեխեքը մեղքի ու մահվան իշխանությունից փրկվեն։ Հիմա, բայց ես մի բան ասեմ, որովհետև քիչ եմ գալիս, եղբայրներ, դունձի կներեք, միգուցե ավելանա, բանը գիտեք ինչու՞մ է։ Մեզ ինչ են սովորեցնում։ Ասում են սկզբից Աստված, հետո ընտանիք, հետո եկեղեցի, ճիշտ է։ Հիմա ես ձեզի մի բան ասեմ։ Աստծո ժողովուրդ, սկզբից Աստված դա հաստատված է։ Բայց եթե Աստված իմ հոգու մեջ իր հարաբերությունը, իր իգձը, իր սերը, իր համակրանքը չտարածի իմ կնոջ վրա, չտանացի իմ երեխեքի վրա, չտարածի եկեղեցու վրա, ես որտեղից տամ։ Դրա համար էլ սիրելի քույրեր, արգելք մի եղեք ձեր ամուսիներին, օգնեք, ասեք, գնացեք, եւ եղբայրներ դուք էլ օրինակ երեք քույրականներ, ես լսեցի, որ որոշ քույրեր մնացել են տուն։ Եղբայր հրեշտակը գիտեք ինչ ասեց։ Ասեց ախր քույրերին տարեք այդ պաշտամունքներին, որպեսի ձեզի քիչ հալածեն։ Ձեր համար եք անում։ Էդի հյումորի համար ասեցի, մեր քույրերը շատ խոնար են։ Ուրեմն Աստծո ընտանիք, առաքյալներուն ու մարգարեներուն հիման վրա շինված, որուն անկյունին գլուխը Հիսուս Քրիստոսն է։ Սա ինչ համար եմ կարդում, ես եզրափակում եմ, որով բոլոր շենքը, նկատի ունեցեք, բոլոր շենքը մեկտեղ յարմանությամբ կազմված կաչի սուրբ տաճարը կլայ տիրոջմով, որով դուք մեկտեղ շինվիք Աստծոյ բնակարան ըլալու։ Հիմա դունձի ասեք, երբ ավետարանի խոսքը մեզի հետևում է մեր կյանքի դեպքերի մեջ, եղբայրն ասեց, որ Աստվածը բնակվի մեր մեջ, դու ասեք, եթե քուրեր եղբայրներ, դուք եկել եք ձեր տուն, ձեր ընտանիք, տենում եք վարագույրները կեղտոտ են, պոլերը կեղտոտ են, ծաղիկ դրված չկա, անուշահոտություն չկա, ինչից եք սկսում։ Չպիտի մաքրեք այդ տունը, բան չեք նեղվում, որ Աստվածը իր բնակարանը մեր մեջ մաքրելու համար, երբեմն դիմում է այնպիսի քայլերի, հիմա ասեք, եթե պոլը կեղտոտ է, դու սրբում ես, չի սրբում, ինչ պիտի անես, պիտի շլիֆովկա անես։ Այդ շլիֆովկեն հենց կակրած այդ փորձություններն է, որ Աստվածը մեր մեջից այդ 5 տակարանի մեջ էլ ասում է, այդ տաշտի մեջը, որ երում էին այդ ոսկորները կպնում, ասում է պիտի երացնես այնքան, որ արդեն էլ չկպնի։ Հիմա Աստվածը այնքան ու այն չափով անում, որ արդեն այդ աշխարհը չկպնի մեր սրտին, ազատի մեզ այս աշխարհի մոլությունից, հետապնդությունից, Աստծո ժողովուրդ։ Դրա համար էլ միջև Աստվածը եղբայրի հետ խոսեցինք, ուրեմն բանել նրանում է, որ Աստվածը եթե մի անգամ մենք այն համարի մեջ կարդացինք, որ իր նախասահմանության համաձայն ոչ թե մեր գործերից, շատ ժամանակ ասում ենք, որ մենք գործեցինք, Աստվածը թողնում է։
Աստծո ժողովուրդ, Աստվածը երբեք դուք թողնեք ձեր զավակներին։ Աստված իր զավակին երբեք չի թողնում։ Даже ասում է, если мы неверны, он пребывает верен, ибо себя отречься не может։ Եթե մենք անհավատարիմ ենք, նա մնում է հավատարիմ, որովհետև իրենից ատրեչսա ոնց այրեն։ Չի ոնց ուրանա, եթե Հիսուսը Աստվածը ուրանա մեզանից յուրաքանչյուրին, ուրեմն նա պիտի ասի. սատանա դու հաղթեցիր։ Բայց Հիսուս հաղթել է արդեն։ Դրա համար այդ փորձությունները նրա համար են, որպեսի հոգին հոժարակամ պատրաստի թե տեղափոխության, թե շնորհքի օրինակ, ինչպես ասեցինք, այդ ցուցանած օրինակին պես, որ Քրիստոսի պես այն հայտնվի Աստծո ժողովուրդ մեր կյանքի ընթացքի ու պարագաների մեջ։ Սիրելով ձեզ ու խոնար լինելով եղբայրներ առաջ կուզենայի ձեր միաղոտ բարձրացնել, ընձի օշնեք, ես էլ ձեզ օշնեմ, որովհետև ապրում ենք ժամանակի մեջ, живем во времени, պետք է եզրափակել ամեն, ոտքի կանգնենք աղոթքի։